Եկեք։ Աստված օշնի ձեզ։ Զոհված հերոսի մայր եմ։ 4 տարի այնտեղ աշխատեցի, էլ չէի կարողանում։ Հարևաններից ոչ մեկից փող չվերցնեց, հացերը բաժանում են։ Ախ, Սամվելս, հերոս Սամվելս։ Ինչի կարիք ունի մեր երկրում թոշակի անցած մարդը։ Բոլոր տեղերը համադա էր ինքը։ Տատիկ, ուր եք գնում, եկեք տանենք։ Դուք էլ եք եկեղեցի գնում, եկեք։ Ձեր անունը կասեք դուք։ Գեղեցիկ։ Տիկին Գեղեցիկ, քանի տարեկան եք։ 70։ Ես ներկայանամ, ես Օֆելյան եմ, երկրորդ շնչառություն հաղորդաշարի հեղինակն եմ, վարողն եմ, Ջիջի ընկերության հետ համատեղ մենք մի ծրագիր ենք իրականացնում, նոր նախագիծ, երբ որ կանգառում հրավիրում ենք ավագ սերնդի ներկայացուցիչներին, տանելու ինչ-որ ճանապարհը թեթևացնելու, նաև զրուցելու եւ պայմանն էլ այն է, որ մենք ձեզ կտանենք, դուք մեզ կօրհնեք։ Անպայման, Աստված օշնի ձեզ։ Հիսուսի ձեռքը ձեր գլխին լինի։ Դες ես չէի ճանաչում, չէ՞։ Միամիտ կանգնած էի, դուք կանգնակ ինձ ասեցիք, Աստված օշնի ձեզ։ Ինչպես է անցնում ձեր առօրյան ամեն օրը։ Ամեն օրը դե ես զոհված հերոսի մայր եմ։ Աշխատում էի, բայց հիմա չեմ աշխատում, որ մի թեթև աշխատանք լինի, ուզեմ աշխատեմ։ Ինչ մասնագիտություն ունեք։ Ես ամբողջ կյանքում աշխատել եմ խանութում, աշխատել եմ բուժքույր, պոլիկլինիկայում, հետո այս վերջի տարիները աշխատել եմ Տաշիր պիցայում։ 4 տարի այնտեղ աշխատեցի, էլ չէի կարողանում։ Սիրտս առիթմա սկսեց, դուրս եկա տունը չթողեցին էլ երեխեքը։ Ամուսինս էլ մահացավ, երեխեքը տենց ասին մամա հերիքա։ Թորներս էլ կռիվ էին անում, հերիքա, ինչքան աշխատել ես լսնի տունը։ Հիմա տունն եմ, բայց գնում եմ եկեղեցի, զբաղվում եմ, գալիս եմ, Հիսուսը իմ կողքին է, բոլորի կողքին լինի, Աստծո օրհնությունը ձեր վրան լինի, ձեր բալիկներին, Աստված առողջություն, հաջողություն տա։ Ամենաշատը ինչի կարիք ունի մեր երկրում թոշակի անցած մարդը, 60-ից մարդը։ Թոշակ տալիս են, ամոթ հետա է դուրազը, գիտի ինչ թոշակա, կոմունալ ես մուծում։ Դեղի փող չես հասցնում, չկա դեղի փող։ Կոմունալները մուծեցին, երկրորդը հացի փող 40,500 դրամ թոշակ եմ ստանում, բայց դա ինչ փող է, ամոթել, գոնե մի քիչ ավելացնի այդ թոշակները, երեխեքին աշխատանքի տեղ տա, երեխեքը աշխատեն, չկա, այդ էլ չկա, ումը դիմում ես չկա, ումը դիմում ես չկա, շատ վատ է, մեր երկրի վիճակը շատ վատ է։ Դուք հիմա ինչ կկարողանաք աշխատեք, որ ոլորտում կկարողանաք աշխատեք։ Մի թեթև աշխատանք, ասենք, թեկուզ օպերայում հսկիչ լինի, որ տոմսերը նայում են, կամ հանդերձապա լինի, մի որևէ տեղ, Երևանում, մի որևէ տեղ, այդպես հանգիստ աշխատանք ուզեմ, որ աշխատեմ։ Որ դուք էլ պիտանի համարեք ձեզ սեր։ Հա, իհարկե, հա։ Ձեր որդու մասին պատմեք, Տիկին Գեղեցիկ։ Արցախյան առաջին պատերազմում է զոհվել։ Ախ, իմ Սամվելս, հերոս Սամվելս։ Սամվելս աշխատում էր հացի գործարանում։ Այն հացի կրիզի ժամանակներ, որ հացը բերում էր տուն, ասում էի բալես մի քանի հատը հարևանների վրա ծախեմ, գոնե կոֆե կառնեն, պեսոկ կառնեմ։ Վայ մամա տենց բան չանես, կռիվ էր անում, մամա տենց բան չանես, ավելի լավ է կոֆե դու չխմես, հարևաններից ոչ մեկից փող չվերցնես, հացերը բաժանում են։ Այդ ժամանակ ես էլ հացի խանութում էի էլի աշխատում, մեշոքով սենց պատը ծակում էինք, այդ խանութի պատը ծակել ենք, մեշոքով են սերի սենց բուխանկեկեր է լինում, տվել եմ մտե ասել եմ ընդեղ կա, տես կինոյի դիմացը կան, կանգնած զինվորներ, տվեք թող տանեն ուտեն, ես կտամ փողը դու, մենակ դե տվեք զինվորներին, տվեցի տալիս էի, ասում էին տարեք, իմ հաշվին տարեք, կերեք, մենակ թող զինվորները լավ լինեն, աշխարհին խաղաղություն լինի, հետո որտեղ ես գնաց բանակ, այդպես համ աշխատում էր երեխային, համ սովորում էր, ինչքան ծառայեց, 6 ամիս ծառայեց, 6 ամիս հետո տարան դիրքերը, Գորիսում,
Գորիսից տարան ու Բատլուից էլ տարան Հորադիս։ 6 ամիս հետո ամուսինս գնաց իմ 40-ամյակներ, ասեց գնամ այգնի բերեմ երեխուն, քո 40-ամյակը մենք մերոնցով տոնենք։ Մինչև ինքը գնացել էր երեխեն չկա, որտեղա 40 հոգու խփել էին, արդեն խալադելնիկներում դրված էր Գորիսի։ Որ թվականին 94 թվականի ապրիլին նոր ընդեղից երեխին բերեց, 6 ամիս ծառայեց։ Հիմա եռաբլուրումը այսօր իր ծնունդն է, ասի գնամ եկեղեցի գամ, նոր գնամ եռաբլուր։ կարող է գնանք եռաբլուր հիմա։ Հենց հիմա չէ, իրանից հետո այս եկեղեցուց հետո նոր կգնամ։ Գնանք եկեղեցի, հետո գնանք ձեր զավակի մոտ։ Հա, գնամ Սամվելիս մոտ։ Այսօր երազիս էլի տեսել է իրան, Սամվելիս տեսել է։ Պայծառ լինի հիշատակը։ Ոնց հաղթահարեն մարդիկ զավակի կորուստ ամենադժվար բանը ծնողի համար։ Ոնց եք հաղթահարում։ Թող չտեսնեմ։ Քուրել եմ կորցրել, ախպերել եմ կորցրել, պապա մամա կորցրել եմ, ամուսինս կորցի, բայց երեխու ցավը անտանելի է։ Ես չեմ ցանկանա իմ թշնամին, որ տեսնի ժառանգի կորուստ, երեխու կորուստ, չեմ ցանկանա որ տեսնեմ։ Ամենավատ բանն է այդ։ Ինչ ձեզ ուշ տվեց շարունակել ապրել մյուս երեխաներին։ Հիսուսը ուշ տվեց, որ ես կարողանամ հաղթահարեմ այսքան ցավը, այսքան դարդը, այսքան մտածմունքը, այսքան Հիսուսը, ինձ Հիսուսն է պահում։ Բոլորին պահի Հիսուսը, բոլորին առողջություն, հաջողություն։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, երկրորդ շնչառությունը GG ընկերության հետ համատեղ ներկայացնում է նոր նախագիծ։ Մենք ձեզ կտանենք, դուք մեզ կօրհնեք, կմոտենանք կանգառներ, ավագ սերնդի մեր ներկայացուցիչներին կառաջարկենք տանել այն վայրը, ուր նախատեսում են գնալ։ Ճանապարհին կզրուցենք, բաժանորդագրվեք երկրորդ շնչառությանը, հետևեք մեզ, գրեք ձեզ ուզող հարցերի մասին, եթե որևէ տեղ ունեք գնալու, գրեք մեզ այդ մասին, գրեք հասցեն, գրեք օրը, մենք կմոտենանք, ձեզ կտեղափոխենք եւ կզրուցենք։ Այսօր ինչու եք գտնում ապրելու իմաստը, կյանքի իմաստը, որտեղ եք գտնում ուրախանալու, ինչով եք ուրախանում այսօր։ Ինչու, բայց կա ուրախություն։ Կա ուրախություն, ձեզ եմ հարցնում։ Չկա։ Ուրախություն չկա։ Չէ։ Ես գնում եմ սենց եկեղեցի, որ մի քիչ փոխվեմ, մի քիչ ինձ լավը զգամ։ Թե չէ ուրախություն։ Կարող է ես իմ թևերը վերցնեմ, պարեմ, չէ։ Այն ժամանակ ամուսինս շատ ուժեղ ամուսինս է։ Ուժեղ տղա է, բոլոր տեղերը թամադա էր ինքը, գնում, ծնում, հարսանի, նվագը կտային իմ թևերը անկախ ինձանց պապտի թռնեի, բարեի, ուրախանայի։ Տղայիցս հետո թևերս կոտրվեց, մեջքս կոտրվեց, ողնաշարժ չկա, կոտրվեց, էլ ես կարամ ուրախանամ, ինչ ուրախություն։ Եթե մայրը իր զավակին հանցնում է հողին, այն մայրերը չեն ուրախանա, չեն, չկա ուրախություն։ Հիմա զբաղվում եմ մյուս թորներիս հետ։ Սփոփվում եք։ Հա, սփոփվում եմ, գնում եմ եկեղեցի, գալիս եմ, որ մի քիչ սփոփվեմ ես, թե չէ տունը մնալով կգժվեմ։ Ամենավատ բանն է տունը մնալը, ամենավատ բանն է։ Եթե մարդ մեկի որ վատ բան ասում, ասի չաշխատես, նստի տունը։ Այ է դրանից վատ բան չկա։ Մանավանդ իմ նմանները էլի։ Իսկ տարեկիցներ, ընկերուհիներ ունեք, որ շփվում եք ինչ-որ մի ձև էլի։ Դե ստեղ եմ գալիս շփվում, ստեղ, միայն եկեղեցի, հա։ Եկեղեցին է դա, Օֆելիա ջան։ Տիկին եղեցիք, տխրեցի, ես էլ տխրեցի ու հենց այսօրով հանդիպեցինք։ Ափսոս չեն կարողանա ձեզ հետ եռաբլուր գանք ժամանակի համար ուղղակի։ Թե չեք ուզենայի միասին եռաբլուր գնայինք այսօր։ Կուզեի լավ պատմություն պատմեինք, դե բայց կյանք հենց դրանով է, ինչ անենք։ Ինչ անեմ, ոչ մի բան։ Ապրեք, տիկին ոտ։
ջան, հեսա կբացի Արմանը։ Շատ շնորհակալ եմ Օֆելիա ջան, համարդ կաս։ Համարն էլ կա, լինքերն է կա։ Ապրեք, բակա, լավ որ։ Շատ Ապրեք։ շնորհակալ։ Մենք ենք շնորհակալ։